Փաշինյանն ասում է, որ վստահ է 2026 թվականին կստանա ժողովրդի բավական քվեն և կշարունակվի իր իշխանությունը, որովհետև իր իշխանության և ժողովրդի միջև առկա է օրգանիկ կապ։ Այդպես է, ձեր և ՔՊ իշխանության միջև օրգանիկ կապ նկատել եք։ Ոչ մի բանին էլ չենք հավատում։ Ինչ են անում։ Հիվանդայից մարդը 30 տարի ինչ են անում։ Ոչ նպաստաստանը, ոչ թոշակաստանը, ինչով ապրի այս մարդը։ Իրանք մենակ իրանք ԿՊ-ականներով իրանք փող են տալի, իրանք թոշակ չեն ավեցնում, բան չեն, ոչ բան չեն, ինչ են։ Դժգոհ եմ այս կառավարությունից։ Ակտի կապ չկա, ինչ կապ դիլի, որ կապել է ձևի սաղ, ինչ կա չկա, այդ թանգաստամա բանանով ժողորդը լեցել փող չունի, ջեկը մտահար կա, ինչա, սաղ ավելացնամա, դա ժողորդին օգուտ է, ժողորդը լեցել չունի, վնասները տալիս ասմա, հետ կերլիք ինչ անեմ ասմա, ժողորդի անունից եմ անում, բայց ժողորդը այդ սաղ իրարացների դեմա, ասինքն ավոց ասած, իրա խելքով չշարժում, ինչ ասում են անում էլի։ Որպես վարչապետ ես ինքա կաման քաշած մարդը, կյանքցած մարդը միամիտ մարդ չի, բայց իրա քայլերը հեշտ վեգան չի, ասենք որ մի կերպ եմ օրվա հաց անեմ, ինչ կապս կա։ Առայժմ չեմ զգում, հետո կարող է։ Փաշինյանը զգում է, որ ինքը ժողովրդի կողմից հարգված չի։ Ժողովուրդը իրան չի հարգում։ Մի մասն է ժողովրդի Փաշինյանն հարգում։ Իմանում եք։ Եվ դրա համար ժողովրդի հետ ուզում է շփվի, ուզում է սիրտակի ժողովրդի քարտիքը փոխի իր նկատմամբ։ Ես չէի ասի, որ նորից ինքը պետք է ընտրվի։ Միթե ժողովուրդը մենք, մեր ժողովուրդը չի տենում, որ Փաշինյանի աբյոմը լրիվ վերջացել է։ Նա ինչքան աբյոմ ուներ են ուղեղի մեջ, լրիվ օգտագործեց, այլևս նրա աբյոմը պակասում է։ Դա չի ընտրվելու։